Հաշվի առնելով, որ լրատվամիջոցների բազմազանությունը մեզ թույլ կտա այս մեր գաղափարները նաև տեղ հասնել մեր հանրության լայն շրջանակներին, կարճ ուզում եմ նկարագրել հետևյալը։ Ընդհանրապես ինչու՞ն է կանում ամբողջ աշխարհում կոլեգիալ մարմինների ստեղծման անհրաժեշտությունը։ Գրեթե յուրաքանչյուր պետության, տնտեսության այն ճյուղերը, որոնք ասում են որպես բնական մենաշնորհ, մշտապես առնչվում են պետության, տնտեսվարողի եւ սպառողի իրար հակասող շահերին, որոնք են դրանք։ Պետությունը մի շահ ունի շատ հարկեր հավաքել, շատ ներդրումներ կատարել, սպառողի շահը դա իհարկե էժան եւ ստաբիլ սակագին, դրա դիմաց որակյալ ծառայության մատուցում, ենթակառուցվածքների մատչելի եւ արագ հասանելիություն եւ իհարկե տնտեսվարողը այդ թվում պետականություն, սեփականություն հանդիս պետականության սեփականությամբ շահը բնական մենաշնորհի սուբյեկտ որպես շահույթի ստացում, նվազ հարկեր, ներդրումների երաշխավորած վերադարձ։ Այ հենց այս շահերի բախումը, որը գոյություն ունի բնական մենաշնորհի ոլորտում, ստիպում է եւ օրհասական է բոլոր պետությունների համար ստեղծել միակ այդ բոլոր շահերի հավասարակշռման կետը, օղակը իդեմս կոլեգիալ կարգավորող մարմինների տեսքով։ Մեր պետությունը դեռևս 97 թվականից որոշել է այդ ուղով շարժվել եւ հիմնադրումից ի վեր 97 թվականի հանձնաժողովից համաշխարհային բանկի մասնագետներից սկսած վերջացրած այլ հեղինակավոր մասնագետներից, որոնք ահռելի փորձ ունեին այս կարգավորման ոլորտներում, օժանդակեցին պետությանը եւ ստեղծվեց մի հատ օրենք եւ օրենսդրական դաշտ, որը նույն մասնագետների եւ միջազգային կառույցների գրանցմամբ գրեթե լավագույն օրենքներից մեկն էր։ Եվ ՀՑԿ մարմնի մասին օրենքով սահմանվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ թվում, то есть կարգավորող մարմնի միակ էական առաքելությունը։ Դա է հավասարակշռել սպառողների եւ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորող գործունեություն ունեցող անձանց շահերը։ Միակ էական առաքելությունը եւ հետեւաբար հատկանշական է, որ նշվածից հենց այս առաքելության ներքո է պետությունը հանդիսանում եւս կարգավորման սուբյեկտ իր պետական սեփականություն հանդիսացող ընկերություններով։ Հիմա բնական մենաշնորհ համարվող բարդագույն տնտեսական ճյուղերը չեն կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կողմից։ Եվ աշխարհի պետությունները կարգավորող մարմինները, որոնք ստեղծել են, դրանք գրեթե չկա բացառություն երևի, բոլորը կոլեգիալ են։ Կոլեգիալ են նաև, որովհետև հնարավոր չի այս բարդագույն, ծանրագույն, մեծ ֆինանսական շրջանառությունների եւ ենթակառուցվածքների իրենց տեխնոլոգիաներով պայմանած մարմինները կարգավորի միանձնյա եւ կրել դրա համար միանձնյա ամբողջ պատասխանատվությունը։ Օրինակ, պատկերացրեք ինչքան որպես անալոգիա բերեմ, որպես օրինակ, պատկերացրեք օրենսդիրի նախագահ, բան ընդունվում, որի արդյունքում օրենսդիրի նախագահը արդարադատության նախարարության հաղորդման հիման վրա իրավունք է ստանում միանձնյա օրենք ընդունել, որի կատարման պատասխանատվությունը դրվում է ազգային ժողովի վրա ամբողջությամբ։ Այստեղ է նաև խնդիրը ինստիտուցիոնալ առաջանում, որովհետև ըստ էության բազմաթիվ իրավական, տնտեսական գործառույթներ դառնում են անիմաստ։ Օրինակ, ինչպես բացակի կամ ինքնաբացակի ինստիտուտը։ Հիմա ինչ-որ կասեմ, պարոն Մեսրոպյան, խնդրում եմ չանձնավորեք, որպես հանձնաժողովի նախագահ եմ ասում, օրինակ, ինչքան կլիներ ուրախ հանձնաժողովի նախագահը, եթե ինքնաբացակը կամ բացակը ընդունվեր, որովհետև նախագահի ընդունած որոշման ամբողջ պատասխանատվությունը կրելու էին 4 անդամները հանձնաժողովի։ Այսինքն ըստ էության ինքը ստացվում է մի հատ աբսուրդային իրավիճակ, որով պատասխանատվության համար պատասխանատու են այն մարդիկ, որոնք այդ գործողությունը չեն կատարել։ Ավելին, սահմանադրական կարգավորող անկախ մարմինները Հայաստանի Հանրապետության ըստ էության երկուսն են։ Դրանք հանձնաժողովն է հանրային ծառայություն է կարգավորող եւ կենտրոնական բանկը, այլ կարգավորող մարմին չկա, որովհետեւ նրանց է մենակ օրենսդրությամբ
բնորոշ են գործառույթները, որոնք բնորոշ են կարգավորողին, մասնավորապես սակագնի սահմանում, գործունեության լիցենզիայի տրամադրում, այսինքն իրավունք, որ գործունեություն իրականացնեն, շուկայի կանոնների սահմանում, վերահսկողության սահմանում եւ այլ։ Երկուսն էլ կոլեգիալ են մինչ օրս։ Հիմա օրինակ հարց է առաջանում, եթե օրենսդիրը, պետությունը որոշում է կարգավորողների նկատմամբ կիրառել որոշակի առանձնահատուկ մոտեցում, ինչի նույն սկզբունքը չի կիրառում մյուս կարգավորող մարմնի վրա, մասնավորապես կենտրոնական բանկի։ Չէ՞ որ այնտեղ էլ բանկերը կարող են նման խնդիր առաջացնել եւ կարող է օրինակ առաջնահերթություն առաջանալ ֆինանսների նախարարության հաղորդման հիման վրա, հանձնարարել կենտրոնական բանկի նախագահին դադարեցնել օրինակ մի հատ բանկի լիցենզիա։ Մյուս խնդիրը այս բոլոր իրավակարգավորների ներքո օրենսդիր եւ գործադիր մարմինները արձագանքել են, որ էներգետիկ ոլորտում արկա է կառավարման ճգնաժամ, որը կամ չի նկատում ՀՑԿ-ն, կամ նկատում է, բայց իզորու չի օրենսդրությամբ ամրագրած իրավասությունների իր կոլեգիալության շրջանակում լուծում տալ, ճգնաժամի նպաստով կամ արկա խնդիրներին, եւ այս խնդիրը կարող է լուծվել միայն պետական լիազոր մարմնի տեղեկատվության հիման վրա, ՀՑԿ ընդամենը մեկ անդամի անհատական որոշմամբ։ Չեմ ուզում անդրադառնամ այն խնդրին, թե ինչ ընթացակարգով են կազմակերպվել թվարկված գործառույթների փոփոխությունները, օրենսդրական նախագծերը նկատի ունեն, որտեղ ինչքան հասկացանք ԶԼՄ-ներում տեղի ունեցած հանձնաժողովի նախագահի եւ լրագրողների բանավոր գրավոր շփումներին, տենց էլ անհայտ դառավ այդ օրենսների նախագծերը ուղարկվել են պաշտոնապես կարծիքի, չեն ուղարկվել, ինչ եք առարկել, ինչը չեք առարկել, համենայն դեպս ես հասկանում եմ եւ գիտեմ, որ դրանք թաքուն process, գաղտնի process չեն կարող լինել, դրանք պետք է լինեն թափանցիկ։ Նշվում է նաեւ օրենսդրի եւ գործադիրի կողմից, որ ճգնաժամը լուծելու այս իրավական գործիքակազմի կիրառումը ուղղված է հետևյալ նպատակներին՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելմանը, իմիջիայլոց սա թե օրենսդրական նախաձեռնության հիմքում դրված, թե կառավարության կողմից է պաշտոնապես հայտարարվել, երկրորդը հանրային կապի ապահովումը պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը եւ հետցում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը եւ հետագա չարաշահումների կանխարգելումը։ Եթե բոլորդ հարգելի ներկաներ լսեցիք, գրված է արկա ժամանակով որպես փաստ, բայց դեռևս որևէ փաստ մենք չունենք այս պայդրությամբ, չէ՞ այդ պայդրությամբ, հա։ Դրանից հետո լիազոր մարմինը կառավարության տկենը ներկայացնում է հաղորդում ՀՑԿ-ին, ՀՑԿ-ի նախագահին, որտեղ կայացած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նշում է ընդհանուր առմամբ 9 պատճառ, հա, 9 թե 10, որոնցից մեծ մասը վերաբերում են հենց տկեն իրավասություններին եւ դրանց լուծումը հենց իրենց իրավասությունների ներքո է, կամ պետական սեփականություն հանդիսացող կարգավորված անձանց տիրույթում է, ուրեմն նշված թվային տվյալները կամ չափելի չեն, կամ հաշվառելի չեն, կամ ինչ-որ անհասկանալի սկզբունքով են գրած, օրինակ բերեմ մի միլիոն հատ բողոքը, որ հեծը թեժ գծով ստացել է, կարող է մեկը սխալվել է տեղել, էլի ներառված։ Դրանց մի վարսը գտնվում են կարգավորող իրավասության ներքո եւ տկենը ընդհանրապես այդ գործառույթների հետ կապ չունի։ Վերջը օրենսդրությամբ ամրագրած այն սկզբունքը առայն, եթե նույնիսկ այնպես մտածենք, որ լիազոր մարմինը հանդիս է գալի օժանդակողի դերում, օժանդակումը չի նշանակում նույն ինֆորմացիան վերցնել կարգավորողից եւ նույն ձև վերադարձնել կարգավորողին։ Պետք է որոշակի վերլուծություն արվի, անալիտիկա եւ այլ։ Բայց ինչևէ, փաստ ենք հարգելի ներկաներ, որ հետ ՓՊ-ում տկենի մատնանշված խնդիրների ամբողջականությունն է հանդիսանում վերը թվարկված ճգնաժամի փաստված պատճառները, չի կարող առանձին խնդիր դիտարկվել, այդ դեպքի ամբողջական լինի։ Ու ինչ է ստացվում։ Դրանից հետո թե ինչ ներքին ընթացակարգով, ինչքանով որ ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել դրա համար եմ ասում, ՀՑԿ որ մասնագիտական ստորաբաժանման կողմից պարզ չէ քանի օրում եւ այլ, ՀՑԿ շուտ 25 տարվա պատմության մեջ առաջին անգամ հանձնաժողովի նախագահի կողմից 1A անհատական որոշում է ընդունում եւ ուղարկվում է հարուցում է վարույթ։ Իմիջիայլոց
Ինչի եմ ես այս հարցերը բարձրացնում, թե պարզ չէ ոնց, որտեղ կարգավորողի սկզբունքներից մեկը թափանցիկ աշխատանքի ապահովումը, այս մասում ամենայն դեպս ոչ կարգ կա, ոչ էլ թափանցիկություն, ընկալելի չի։ Հիմա առնվազն ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում այն տիրույթների հետ, որտեղ օրենսդիրը վերնշած օրենսդրությունների փոփոխությունից հետո չի ենթադրել որևէ մի ուճուր անհրաժեշտ գործողություն համալիր տեսանկյունից, որ կարելի է ապահովել օրինակ ՀՑԿ-ի նախագահի որոշակի գործողությունների կանխատեսելիություն կամ շարունակականություն։ Մասնավոր օրինակ բերեմ, օրինակ կանխատեսել է օրենսդիրը, որ պետք է վարույթը հարուցի պարոն Մեսրոպյանի որոշմամբ, բայց ով պետք է երկարաձգնի անհատական որոշումը պարոն Մեսրոպյանի, նախատեսած չի, թողած է հին կարգավորումը, որ դա վարչական վարույթ իրականացնող մարմինն է իրականացնում։ Հիմա ինչ է պարզվում վարույթի ավարտին։ Պարզվում է, որ տկենեն հաղորդման մեջ մեծ չափերի խնդիրները, ամբողջականությունը, այսպես ասած, այդքան էլ ամբողջական չի, քանզի ներկայացած կետերից, եթե 9 կամ 10-ը հիմա լավ չեմ հիշում, առնվազն 6-ը թե 7-ը տկեն տիրույթում չեն ընդհանրապես։ Իսկ եթե այդ ամբողջականությունը քանդվում է, այդ էին ասում իմ գործընկերները, հետևաբար այն նպատակներին, որով կառավարվել ու առաջնորդվել է թե օրենսդիրը, թե գործադիրը, եթե այդ ամբողջականությունը չկա, հետևաբար այդ ամբողջականության բացակայանը չի կարող հավաստել, որ այն խնդիրների լուծմանը կարելի է այս մեթոդներով հասնել։ Մնաց 3 կետ այդ հաղորդման մեջ, որին ավելացավ եւս 3 կետ եւ ստացավ այնպես, որ այդ 6 կետներ գտնվում են կարգավորողի լիազորությունների տիրույթում եւ տկն ընդհանրապես կապ չունեն։ Հիմա ինչ խնդիրներ, որ արձանագրել է հարգարժան հանձնաժողովը այս գործառույթների մեջ, այս վարույթի վերջնական որոշման մեջ, դրանք այն խնդիրներ են, որոնք մշտապես կան եւ լինելու են, որովհետեւ դրանք պայմանավորված են նախ եւ առաջ աշխարհում դեռևս այլ տեխնոլոգիա չմտածած գործող էլեկտրական էներգիայի բաշխման տեխնոլոգիայով, այլ տեխնոլոգիա մարդկությունը չի մտածել։ Պայմանավորված է մեծածավալ իմ բաժնետիրոջ կողմից, որին ես դեռ ներկայացնում եմ, արդյունքում ներդրված նոր ժամանակակից հաշվառման էլեկտրաէներգիայի մեթոդներով, որոնք հնարավոր չի, որ ներդրման ժամանակ նման խնդիրներ չառաջանա։ Վառ օրինակը վերջերս արկա համակարգի խափանումներ։ Կարգավորողը արկային զրկեց լիցենզիայից, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զրկված է մի քանի օր որոշակի ֆինանսական գործողություններ անելով։ Համեմատելու հանգիստ տեղ ունենք դուք, հարգելի հանձնաժողովականներ։ Եվ վերջապես, իհարկե, այս գործունեությունը միանշանակ կապված է մարդկային գործոնի հետ, իսկ մարդը ցավոք սրտի Աստված այնպես է ստեղծել, որ մշտապես սխալական է եւ կարող այդ գործոնի հետևանքով առաջացնել եւ վնաս եւ օգուտ։ Եվ վերջապես, ես կուզենայի այս մասը անպայման նշել, որտեղ բազմիցս տարբեր պաշտոնյա, ոչ պաշտոնյա քաղաքական գործիչների կողմից նշվել է, ինչի այս ամենը տեղի ունեցել, որովհետև կա որոշակի ՀՑԿ-ի անգործության մատնվելու խնդիրը։ Իմ մասնագիտական, փորձագիտական ենթադրությունների, եզրակացությունների հիման վրա պետք է մատնանշեմ, որ ՀՑԿ-ի գործառույթների իրականացումը տեղի ունենում ժամանակային երկու տիրույթում, պրեանտե եւ դե ֆակտո, այսինքն նախապես եւ կատարված փաստի հիման վրա։ Ուզես թե չուզես, կարգավորման գործառույթի եւ պլանավորումը եւ իրականացումը կատարվում է այդ երկուսի, այսինքն կանխատեսելի եւ փաստացի ժամանակային տիրույթում։ Իհարկե նաեւ փաստացից հետո։ Սա սակագների հաշվարկման մեթոդոլոգիայից եւ վերջացած փաստացի թե ինչ է կատարվել։ Ավելին ասեմ ձեզ, եթե որպես օրինակ բերեմ օրինակ պարոն Աղինյանը չի թողի խափեմ, ներդրումային ծրագրերի իրականացում է։ Ես ճիշտ եմ, չէ՞ հիշում պարոն Աղինյան, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կլինի դա Հայաստան էլեկտրական ցանցեր կամ չգիտեմ Գազպրոմ Արմենիա, որոնք ուղարկում են հանձնաժողովի հաստատմանը, մշտապես գրավոր ուղարկում են կառավարության լիազոր մարմնին իրենց կարծիքին։ Ճիշտ եմ հիշում։ Կա այդ պրակտիկան, պահպանվում է։ Հետևաբար խոսք գնալ, որ հանձնաժողովը տեղյակ չի եղել կամ կառավարությանը տեղյակ չի պահել կամ լիազոր մարմին այն խնդիրներից, որոնք առկա են այս վիճակում
Եվ այն պարագան, երբ որ ներդրումային ծրագրերը գրավոր ուղարկվում են կառավարության լիազոր մարմնին եւ նա չի արձագանքում որևէ, չի կարելի ասել, որ հենց իր ներդրումները իրականացրել է կառավարության գործնեության կամ քաղաքական տնտեսական ուղղություններին ոչ համահունչ։ Ցանկացած առաջարկ կառավարության կողմից ներդրումային ծրագրերի ուղղության փոփոխության, ուղղությունների ավելացման մշտապես պարտավոր է կատարել հեծը։ Պարտավոր է ուղղակի, թե դա ներառում է ներդրումային ծրագրում։ Եվ վերջապես բոլոր գործիքակազմը, ամբողջ գործիքակազմը, որը որ օժտված է կարգավորող մարմինը իր օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում, ամբողջովին բավարարում է, որպեսզի թե դե ֆակտո, թե պրեանտե լուծել այն բոլոր հարցերը, որոնք կուտակվել են Հայաստանի էլեկտրական ցանցերի առաջ։ Այսինքն դրա համար ուղղակի պետք է ոչ թե դա որակել որպես ոչ թե անգործություն է ՑԿ-ի կողմից, այլ պետք է անցնի այդ ժամանակը եւ փաստվի եւ փաստացի հիման վրա կատարվի որոշակի գործողություն։ Եվ վերջում, եթե նկատեցիք հարգելի գործընկերներ, ես որևէ կոնկրետ փաստ, որը մատնանշված է վարչական վարույթում, մի հատ չեմ բարձրաձայնել, ընդամենը 1-2 օրինակ։ Ինչի չեմ բարձրաձայնել, որովհետև այս իմ թվարկվածը արդեն իսկ ապացույց է, որ օրենսդիրի կողմից այս օրենսդրական կարգավորման շրջանակներում խախտվել է հանձնաժողովի միակ կարևորագույն գործառույթը՝ շահերի հավասարակշռման գործառույթը։